Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում փետրվարի 12-ին կայացավ սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստը։ Պաշտպանական կողմը ներկայացրեց Վահագն Չախալյանի կալանքը փոխելու հիմնավորումները, վկայակոչելով նրա ընտանեկան եւ սոցիալական պայմանները։ Փաստաբանները նշեցին, որ Վահագն Չախալյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, 3 զավակների հայր, որոնցից 2-ը անչափահաս է, ունի վարկային պարտավորություններ։ Դատարանը սակայն այս փուլում կալանքը փոխելու հարցը քննության չառավ։ Նիստի ընթացքում Բագրատ arczepiskopos Գալստանյանն անդրադարձավ իրենց իրավունքների ոտնահարմանը, նշեց, որ իրենք թիրախավորվում են երկրի իշխանության կողմից։ Ոչ մի կերպով պաշտպանված չենք։ Մարդիկ անմեղության կանխավարկածներ են խախտում, դատարանի վրայով են անցնում, կներեք, որ այդպես եմ ասում։ Դատական գործընթացի մեջ գտնվող գործի վերաբերյալ ուղղակի ուղղորդում, քիչ հետո կկարդամ, հրահանգավորում, ինչ ասեմ, թելադրանք, ուղղակի կամ անուղղակի տեղի անեն, 3-4 դա բացահայտվել է։ Մեկ շաբաթ առաջ մարդ, որը հայտնի է մեր հասարակությանը մարդկանց վրա թքելով, Մոսկվայում, այն նախորդը եվրոպական ատյանում, Ստրասբուրգում, սա Մոսկվայում, խոսում է այս դատական ընթացքի մասին, ասելով, որ նիստի մասն է, խոսքես գործի մասին, այս գործի մասն է, ասելով, որ այս մարդիկ մեղադրվում են ոզնիներ գործածելու եւ այլն, Իժի, ոզնիներ գործածելու մեջ։ Մարդ, որը հայտնի հասարակության իր վարկով մարդկանց վրա թքելու պատճառով միայն ուրիշ արժանիք չկա այնտեղ, ոչ էլ կենսագրություն։ Երկրորդ, պատվարժան դատան, սա ոչ մի արձագանք, ոչ մարդու իրավունքների պաշտպան, ակնհայտորեն ոչ դատարան, որևէ կերպով։ Հիմա դուք, ես անցել անգամ էլ ասացի, իշխանությունները չեն հարգում այս դատարանը։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ազգային ժողովում իշխող կուսակցության հնչեցրած հայտարարությունները որակեց որպես անմեղության կանխավարկածի խախտում եւ քաղաքական ճնշում դատական գործընթացի վրա։ Ուզում եմ հստակ հայտարարել, որ երեկ եւ այսօր ազգային ժողովում ելույթ ունեցած բոլոր անձինք, ովքեր այս գործի վերաբերյալ արել են արտահայտություններ, ստախոսներ են, սուտ են խոսում, խախտում են հանրությանը եւ չեն կարող իրենց ասածների համար պատասխան տալ։ Սա ուղղակի միջամտություն է այս քրեական վարույթին անմեղության կանխավարկածի խախտում է, փչացնում է այս գործը որպես թե այլ պայմաններով վերափչացած, բայց վերջի 2 օրվա ընթացքում էլ փչացնում են այս գործը օբյեկտիվության տեսանկյունից, չթողելով որևէ նվազագույն հույս կասկած, որ այս գործով կարող է օբյեկտիվ դատաքննություն իրականացվել, արդարադատություն իրականացվել։ Խուդոյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում դատարանին կներկայացնի քրեական վարույթը դադարեցնելու մասին միջնորդություն։ Անտեղի ու չփաստարկված հայտարարություններ գործի վերաբերյալ չի կարելի անել մանավանդ պաշտոնատար անձանց կողմից, բայց իրենք փոխանակ այդ անողների ձեռքը բռնեն, հենց հակառակը իրենք էլ նպաստում են այդ բոլոր արտահայտությունների հայտարարությունների կատարման, ու այսօր բոլոր այդ անձինք, ովքեր նման անպատասխանատու հայտարարություններ անում են, մի քիչ շտկել են իրենց իհարկե ոճը, նախորդի համեմատ արդեն հղում են կատարում դատախազությանը կամ քննչականին կամ նրանց ղեկավարներին, ովքեր իրենք ցերտին անհիմն հայտարարություններ են արել։ Դրա համար այս ծավալի ազդեցության պայմաններում այս գործը չի կարող օրինական համարվել ոչ մի ընթացքով եւ դատարանը միակ գործիքը, որ ունի այդ ապօրինությունը կանխելու, այս բանի քրեական հետապնդումը դադարեցնելը։ Նիստի ավարտին դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ հաջորդ նիստից կքննարկվեն պայքարի անդամների խափանման միջոցները փոխելու հարցերը։ Հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 19-ին ժամը 15-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում։